դիրքորոշումների ընդունային ներկայացրել Կիշանյան ավարտել հետո ձեզ էլ կտրամադրեմ օրինակը Հարգելի հանձնաժողովի անդամներ, հարգելի հանձնաժողովի նախագահ, առավոտը նշեմ ինչ ներկայացվեց, առավոտ ներկայացել եմ դիրքորոշում գրավոր, քանի որ ժամկետային սահմանափակում ունենք եւ ամբողջ ծավալը հատկապես մասնագետների տրամադրած տեղեկատվությունը բառացի տարածի չընտրելու եւ չներկայացնելու համար գրավոր տեսքով էլեկտրոնային համակարգով ներկայացված է, տպված է ներկայացած Կիշանյան, ձեր օրինակը խոսքից հետո կներկայացնեմ։ Ինչա տեղի ունենում հարգելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից հապճեպ կերպով ընդունված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել հանձնաժողովի նախագահին ենթադրյալ 9 կետերի խախտումների վերաբերյալ, որի հիման վրա հանձնաժողովի նախագահը հարուցել էր վարչական վարույթ, նշանակել ժամանակավոր կառավարիչ, սակայն հետագայում Երբ որ հրապարակեց վարչական վարույթի եզրափակիչ ակտավորոշման նախագիծը, այնտեղ տեսանք, որ այդ նշված 9 կետերից ոչ մեկը տեղ չի գտել այդ նախագծում։ Այսինքն ըստ էության գործ ունենք լրիվ այլ վարույթի հետ։ Այն խախտումները ենթադրյալ, որոնք հիմք էին հանդիսացել այդ ամենախիստ միջոցը կանխարգելիչ կիրառելու համար, մեր կողմից ներկայացված հստակ ամեն կետի մասով մասնագետների կողմից տրված բարձրաբանումների շնորհիվ, այսպես ասած, ջախջախվեց բոլոր 9 կետերը, որոնք Դավիթ Խուդատյանն էր ներկայացրել, ինչպես պարզվեց դրանցից մեծ մասը ընդհանրապես կապ չունեին հեծի հետ, կապ ունեին հենց նույն տկենի հետ, տկենի թերացումներն էին, բեցի թերացումներն էին, օպերատորի թերացումներն էին եւ այլն։ Եվ որևէ մի կետով չհաստատվեց, որ հեծը մեղավորություն ունի, կամ առնվազն եթե մեղավորություն ունի, դա այն աստիճան մեղավորություն է, որ կարելի է լիցենզիայի դադարեցման համար հիմք հանդիսանալ։ Հաջորդ հանգամանք ըստ էության ստանձնում ենք մի վիճակ, երբ որ վարչական վարույթ հանձնաժողովի նախագահը հարուցել է 9 խախտումների համար, այդ 9 խախտումները վարույթի հարուցման հիմքերը ըստ էության վերացել են եւ ողջամտորեն ենթադրել է, որ վարույթը պետք է կարճվեր, սակայն մենք քննում ենք նոր 6 հիմքերով վարչական վարույթ, որոնք ներկայացվել են բացառապես Ռոմանոս Պետրոսյանի կողմից, այստեղ շատ կարևոր նյուանս կա։ Վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասով ձեր համար է նաեւ բան մեծ չկա։ Շարունակեմ։ Վարչական վարույթ հարուցվել էր այդ 9 կետերի խախտումների մասով եւ օրենսդրական պահանջի ենթադրում է, որ կանխարգելիչ միջոցառում կարող էր կիրառվել վարչական վարույթ հարուցվել միայն կառավարության կողմից լիազորված անձի կողմից ստացված հաղորդման եւ խախտումների հիման վրա։ Մեր դեպքում այդ խախտումները չկան, իսկ Ռոմանոս Պետրոսյանը հենց հանձնաժողովի կողմից նշանակված անձն է եւ իր կողմից ներկայացված խախտումների ենթադրյալ վերաբերյալ վարչական վարույթը ու այն վարույթը նույն վարույթը չեն, սրանք տարբեր վարույթներ են։ Անդրադառնալով ըստ էության կետերին, առաջին կետի վերաբերյալ, որը վերաբերվում էր ԲԱ համակարգին, գործընկերս մանրամասն ներկայացրեց, ես այստեղ ցանկանում եմ հավելել, որ այնտեղ ներկայացվել էր եզրակացություն, որը կիսատ անավարտ եզրակացություն, որտեղ նշված էր, որ 40 անձիկ առանց որևէ կարգավորման, այսպես հնարավորություն են ունեցել մտնել համակարգ, կատարել փոփոխություններ, մեկ մատի այսպես քլիկով համակարգը վերացնել եւ այլն։ Նախորդիվ ես նշել եմ իմ ելույթների ժամանակ, որ խմբագրման թույլտվություն ունեցել են ընդամենը 6 անձ, որից մեկը համակարգը ծրագրավորող ընկերության կողմից, որը իրականացնում էր երաշխիքային սպասարկում, 2 անձ Կասկադ էներգո ընկերության կողմից, որոնք իրականացնում էին նոր բաժանորդների տվյալների մուտքագրում եւ ծրագրային սպասարկում, եւ հեծի աշխատակիցների կողմից 3 անձ, որոնք իրականացել են հենց ընթացիկ սպասարկումը։ Մնացած բոլոր անձիկ, ովքեր ունեցել են հնարավորություն այդ ծրագրին հասանելիության տեսքով, դա եղել է բացառապես դիտման ռեժիմով, այսինքն նրանցից որևէ մեկը այդ համակարգին չէր կարող որևէ միջամտություն ցույց տալ։ Ինչպես նաև այստեղ շատ կարևոր է կրկին արձանագրել։ Ինչպես։ Թույլտվությունները ում կողմից։
Դեցանտին ունեցել են թույլտվություններ, ներկայացրել եք, նախորդ անգամ ասացիք։ Թույլտվությունները այստեղ չեմ ներկայացել, այստեղ խնդիր կա Տիկին Շահինյան, դա հեծի ներքին նամակագրության մեջ է պահպանված այդ տեղեկությունները եւ ինչպես բոլորին հայտնի է, մենք հեծի ներքին նամակագրության եւ հաստատաշրջանառությունից մեկ ուսացված են ժամանակավոր կառավարիչ նշանակելու արդյունքում եւ խոսում եւ այդ սահմանափակման պատճառով որոշակի քվեներ չեն կարող ներկայացնել։ Այս շատ կարևոր նկատառում, որ բոլոր պատրաստ լինի տեղեկացնել։ Պատրաստ է, լսվում է, շարունակում ենք նիստը, միայն գործընկերները, որ կես րոպեով կամ մի քանի րոպեով դուրս եկան, խնդրում եմ աշխատանքից բան սակրել կազմել դիներս կնիկը։ Շարունակի։ Շատ լավ, ես շարունակեմ, այստեղ շատ կարևոր նկատառում կա այն մասով, որ այդ տվյալների դիտման հնարավորությունը որևէ կերպ չի ենթադրում որևէ անձի անձնական տվյալների գաղտնիության խախտում։ Հաջորդ հարցը, որից կուզեմ անդրադառնամ, հանձնաժողովի վարույթի նյութերում առկա այդ եզրակացությանը կից ներկայացված փաստաթղթերում ընկերության ՏՏ դեպարտամենտի պետի տեղակալ Գոռ Պողոսյանը հայտնել էր, եթե չեմ սխալվում, հունվարի 13-ին էր ներկայացել այդ բացատրությունները 2025 թվականին։ Հայտնել էր, որ վերջին անգամ ինքը արխիվացում այդ բեկապ հաստատ իրականացել 2024 թվականի մայիսին։ Այնինչ հանձնաժողովը անհասկանալի պատճառով այդ վերջին բեկապի մասին խոսքերից նշվում է, որ վերջին անգամ դա իրականացվել է 2023 թվականի հունվարին, այսինքն մոտ 1 տարի 3 ամիս, այսպես առանցան եւ հատուկ ներկայացումների համար սա նշում անում, որ մարդկանց ուսումների ամսական տնտեսական գործընկերների կորստի չվերականգնման մասին խոսք չկա։ Առկա է այդ տվյալների վերաբերյալ ենթադրյալ կորստի չվերականգնման հարց, որը ըստ արտանյութերի
Լավ, շարունակեմ, վերջին անգամ արխիվացումս ներկայացած տվյալները իրականացվել է 2024 թվականի մայիսին, այլ ոչ թե 2023 թվականի հունվարին, ինչպես նշել էր հանձնաժողովը որոշման նախագծում, որը հստակ գործունեություններում առկա էր, բայց անհասկանալի պատճառով այդ տվյալը այլ կերպ էր ներկայացվել։ Հաջորդ հարցը այստեղ եզրակացության մեջ միջև ամփոփիչ հատվածին հասնել, այդ եզրակացությունը կազմող աշխատակիցները, որոնք հենց այդ աշխատակիցներն էին, որոնք հենց այդ ղեկավարության նախաձեռնությամբ իրականացել են այդ ներքին քննությունը, որպեսզի բարձրային խնդիր եւ դրա լուծման առաջարկներ ներկայացնեին, նշել են, որ հաշվի առնելով, որ Կասկադ էներգոյի եւ Պիրամիդա ընկերության ներկայացուցիչները մշտական նյութերով Հայաստանում չեն բնակվում եւ նրանց հետ քննարկումներ ըստ էության հնարավոր չի եղել անմիջապես իրականացնել, դրա համար նրանց հետ քննարկման արդյունքում հնարավոր է քննությունը այլ ուղղությամբ շարունակվի։ Եվ այստեղ եւս մեկ անգամ ցանկանում եմ արտանշել, որ այդ հանձնարարականը տված կարգավորություն տված Սեյրան Ներժմյանի ստորագրությունը հաստատում է այդ վերջնական եզրակացության վրա արկա չէ։ Մյուս կետը մյուս հիմնավորումը հետևյալն է, այսինքն մենք ունենք, որ ենթադրյալ 5 ամսվա 30 րոպեանոց պարբերականությամբ ինտեգրալ տվյալների չվերականգնման մասն է խոսքը գնում 2024 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր, ընկած ժամանակատվյացի համար։ Մյուսը ըստ կարգավորումների բազան պետք է պարունակի գրանցումների հաշվառման կետով անցած ակտիվ եւ ռեակտիվ տվյալների բացառությամբ 0.22 կՎտ լարման սպառողների էներգիայի վերաբերյալ քանակական լարման մակարդակի մասին տվյալները։ Ճիշտ է, նախորդ նիստի ժամանակ Կիշանյան նշում էր, որ դա վերաբերվում է բացառապես ռեակտիվ բաղադրիչին, մեր խորին համոզմամբ դա վերաբերվում է նաև ակտիվ բաղադրիչին, ուստի միայն այս 0.22 կՎտ լարման սպառողների թիվը մոտ 632,000 է, այսինքն այդ նշված 700,000-ից 632,000-ը 0.22 վոլտ լարման սպառողներն են եւ նրանց մասով ըստ էության ստացվում է, որ դրական պահանջ առկա չէ տվյալների պահպանման այդ 30 րոպեանոց միջանկյալ ինտեգրալ տվյալների պահպանման։ Մյուսը այն է, որ այդ համակարգից ըստ էության օգտվում այդ 700,000 նշված 700,000 անձից, օգտվում են ամենը 1109 քաղաքացի եւ 108 իրավաբանական անձ, ինչը ևս ցույց է տալիս այդ ենթադրյալ խախտման ոչ հանրային վտանգավոր լինելու, այդ զանցան ոչ հանրային վտանգավոր լինելու բնույթը ևս։ Մյուս կետը, որ նախորդ անգամ պատասխանի ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը հաստատեց, որ մինչ օրս որևէ քաղաքացի, որևէ դիմում, բողոք, գանգատ չի ներկայացրել, որ ցանկացել է մտնել այդ համակարգ ստանալ այդ տեղեկությունները եւ հնարավորություն չի ունեցել։ Հաջորդը կուզենամ նշեմ, որ սա վատ երևույթ է, եթե որևէ տեխնիկական գործերում սերվերային համակարգերում, բայց դրանից ոչ մեկ, բայց դες պաշտպանված չի։ Նմանատիպ խնդիր է եղել արկա համակարգում, երբ որը շատ ավելի լուրջ ազդեցություն էր թողել եւ անմիջական ազդեցություն էր թողել ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչության վրա։ Նմանատիպ խնդիրներ տեղի ունեցել դատական դեպարտամենտում եւ սերվերների վնասման արդյունքում կորել էին 3 դատարանների ամբողջ գործերի նյութերը, դա սնանկության դատարանի գործի նյութերներ, վարչական վերաքննիչ դատարանի գործի նյութերներ, Արագածոտնի դատարանի գործի նյութերներ։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ
դա կարող է պատահել ցանկացածի հետ, բայց սրա հիմքով սա դիտարկել որպես դիտավորություն, սա դիտարկել որպես վատ կառավարում եւ այլն եւ դրա հիմքով հեծին զրկել լիցենզիայից, ուղղակի անթույլատրելի է։ Երկրորդ հիմքի մասով թեր գրանցումների եւ հավելագրումների մասով գործընկերս մանրամասն ներկայացրեց, ընդամենը մեկ հավելում եմ ցանկանում ասել, որ իրականացած գործընկերների ապահովականների հանձնարարականները բացակայում են ընկերության ներկայացուցիչ սպառողների ստորագրությունները։ Նշված չեն, թե որ ժամանակահատվածն են վերաբերում լուսանկարներ մարդկային հաշվիչների սարքերի ցուցմունքները։ Բացակայում են չափագրման մարմնի կողմից տրված ստուգաչափման արդյունքները, որտեղ նշվում են առևտրային հաշվարկի սարքի ցուցմունքները, ինչպես նաև առկա է արտաքին միջադեպություն, թե ոչ։ Առկա չէին նաև սպառողի սպառման քանակների վերաբերյալ տեղեկություն առնվազն վերջին 1 տարվա համար, որը հնարավորություն կտար կատարելու ամբողջական ուսումնասիրություն։ Ես էլեկտրոնային կերպով ներկայացված դիմումի մեջ հստակ ներկայացրել կոնկրետ օրինակներով, կոնկրետ անձանց վերաբերյալ, այստեղ չբարձրացնեմ, թե ինչպիսի սխալ հաշվարկներ են իրականացվել։ Մյուսը, որ շատ էական է, ժամանակավոր կառավարչը իր E37-94-25 զեկուցագրով ներկայացրել էր Մասիս Samsung ինքնավար էլեկտրական թերգրանցման 830,055 կիլովատ թերգրանցման մասին, այն ինչ հետագայում այդ ցուցմունքը Վարոն Ղազինյանի հայտարարությունից հետո կտրուկ իջավ եւ 830,000-ից դարձավ 175,000 կիլովատ ընդամենը։ Մյուս կետը ցանցերում իրականացված ուսումնասիրություններում մասնավորապես ուսումնասիրվել էին Թալինի, Ախտուբյանի, Թումանյանի աշտարակի ցանցերը, սակայն դրանցից որևէ մեկում ոչ թերգրանցման, ոչ հավելագրման որևէ խնդիր չէր հայտնաբերվել։ Եվ միայն ներկայացվել է վատը, ներկայացվել է այն տեղերը, որտեղ հայտնաբերվել են խնդիրներ, այդ դրանք երկուսն էին, եւ սա ինչ է ցույց տալիս, որ համակարգվածության մասին հնարավոր չի խոսել եւ բոլորը ուսումնասիրություն է կատարում, սակայն ընդամենը երկուսում է խնդիր հայտնաբերում։ Ընդ որում այդ խնդիրներն էլ ամեն ցանցում կոնկրետ անձանցով պայմանավորված խնդիրների մասին էր խոսքը։ Երրորդը նորմիացումների հետ կապված Երբ որ Տաշիր ինքեցունների խումբը 2016 թվականին ձեռք է բերել հայաստանական ցանցեր բարենպասական ընկերությունը, նորմիացումների քանակը կազմել էր ընդամենը 5112։ 24 թվականի վերջում այդ նորմիացումների թիվը արդեն կազմել է տարեկան 14134 նորմիացում։ Այսինքն շուրջ 276%-ով այդ նորմիացումների ցուցանիշը աճել է։ Նախորդիվ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի կողմից ներկայացված հաղորդման մեջ ներկայացվել էին այդ ուշացումները, որոնք իբրև հեծի մեղքով էին 11000 ուշացումներ շուրջ, սակայն ինչպես պարզվեց վարույթի ընթացքում ընդամենը այդ 11000-ից 4 հատներ, որ հեծի մեղքով էր, այսինքն 96%-ով հեծը ժամանակին էր կատարել, իր մասով ժամանակին էր կատարել։ Իհարկե այնտեղ կային ուշացումներ, բայց դրանք հիմնականում տիմ մարմինների կողմից են կամ այլ պատճառներով։ Նոր ներկայացված արդեն Ռոմանոս Պետրոսյանի կողմից ներկայացված տվյալներում, որտեղ զետեղված տվյալներից հանձնաժողովը նշել էր 28 խախտմամբ միացված դեպքեր եւ 246 պատվերներ, որոնք 25 թվականի առաջի եռամսյակի վերջի դրությամբ արտենիսկ ժամկետած են։ Սրանցից ընտրանքային իրականացված ուսումնասիրություններից 50 հատից 49 հատից ցույց տվեցին, որ առնվազն այդ 49 հատից 25 հատը դերևս շինթույլտվության մեջ են, իսկ 24 հատի մասով շինթույլտվություն դերևս շինթույլտվությունները ժամկետների մեջ են դերևս։ 25 հատը վերջ են ստացել շինթույլտություն, իսկ 24 հատը ժամկետի մեջ է։ Ինչի ևս վկայում է, որ այս նոր միացումների կետերի հետ կապված հեծ ընդհանրապես որևէ նմանատիպ լուրջ մեղավորություն չունի, որը ինքնին ենթադրում է միայն այս կետի մասով հեծին լիցենզիայի դադարեցում։ Հաջորդը ոչ հավաստի վերանայված հաշվետվություններ, այստեղ նոր տերմին է հայտեկել, վերանայված հաշվետվություններ, հանձնաժողովի կողմից իրականացված մոնիտորինգների գործընթացներում որևէ կերպ հեծի ներկայացուցիչներ մասնակից չեն դարձվել։ Մասնակից է դարձվել միայն հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչի դիմում։ Արդյունքում արձանագրվել են ենթադրյալ տեղեկատվությունների ներկայացման ոչ հավաստիություններ,
Մասնավորապես 25 թվականին առաջին եւ երկրորդ եռամսյակի համար ներկայացված հաշվետվությունները հանձնաժողովի պահանջով վերանայվել եզրույթն օգտագործվել, հանձնաժողովը պահանջել էր վերանայել եւ Ռոմանոս Պետրոսյանի կողմից արդեն ներկայացվել են վերանայված հաշվետվությունները, որում այդ երկու հաշվետվություններից մեկը հենց Ռոմանոս Պետրոսյանն է ներկայացրել։ Իսկ ստացվում է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված կառավարիչը ներկայացրել է հաշվետվություն, հետո ինքը իր ներկայացած հաշվետվությունը վերանայել է, դրա համար եկել են քեցին ասում են կարիքով լիցենզիան դադարեցնենք։ Ընդ որում այդ երկու հաշվետվությունները, որոնք որ ներկայացվել են հետո վերանայվել են, կազմվել են նույն անձանց կողմից, Դավիթ Գրիգորյանի եւ Կարապետ Ազարյանի կողմից։ Եվ երկրորդ անգամ վերանայվելու դեպքում էլ նորից նույն աշխատակիցների կողմից է կատարվել։ Սա վկայում է այն մասին, որ այդում նաև կառավարչի օրոք տեղի ունեցած այդ վերանայման երևույթը, որ խոսքը չի գնում համակարգվածության մասին, խոսքը կարող է գնալ օրինակ անձանց որոշակի մարդեն գործոնով պայմանավորված թերացումների մասին, խոսքը կարող է գնալ որոշակի տեխնիկական խնդիրների, թե ինչ-որ սխալ հաշվարկներ կազմելու մեջ։ Մյուսը հատկանշական, որ ներդրումների վերլուծության ժամանակ իայդ են եկել մեխանիկական բնույթի անճշտություններ, որը պայմանավորված է սպառողների հոսանքազրկումների վերականգնման միջին տևողության այդ կայելի ցուցանիշների հետ, որը ըստ էության ի վնաս է ընկերության։ Այսինքն ստացվում է, որ Անես որ մենակ ներկայացված տվյալներում եթե առաջացել են ինչ-որ անճշտություններ, դրանք եղել են բոլորի յոգու ընկերության։ Եղել են նաև վնասը եղել ընկերության։ Սա ևս մի վկայություն է նրան, որ այո, կարող են լինել խնդիրներ, բայց դրանք պլանավորված, պայմանավորված դիտավորած գործողություններ չեն, այլ կոնկրետ անձանց ոչ ուշադրության կամ թերացման արդյունք։ Ընկերությունը այս մասով էլ ցանկանում եմ հստակ նշել, որ ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ներդրել է ACBC ծրագիր, որի ամբողջական հասանելիություն է տվել հանձնաժողովին, եւ եթե ընկերությունը ցանկություն ունենար որևէ կերպ խեղաթյուրվել ներկայացող տվյալները կամ որևէ կերպ սահմանափակել տեղեկատվության տրամադրումը, առնվազն այդ համակարգիչների ներդրի եւ դոստուր հասանելիություն չէր տրամադրի հանձնաժողովին։ Իրականացված մոնիտորինգների մասին է հստակ մանրամասն կետերով նշված էլեկտրոնային փաստաթղթի մեջ, դիրքորոշման մեջ, որ ներկայացվել է։ 5-րդ կետի մասով գործընկերներս մանրամասն կներկայացնեն երաշխավորությունների վերաբերյալ դիրքորոշումը, գրավոր տեսքով ևս ներկայացված է։ 6-րդ կետի մասով հանձնաժողովը այդ երաշխավորությունների հետ կապված նշում է, որ իրականացվել է Բառացի նշեմ, բացարձակապես ոչ արդյունավետ տնտեսապես չհիմնավորված կառավարում եւ շահագործում, այս մասով ուղղակի ցանկանում եմ հստակ արձանագրենք, որ օրենսդրությամբ ոչ թե արգելված է երաշխավորությունը առանց հանձնաժողովի տրամադրելու կամ նման գործունեությամբ զբաղվելու, այլ հստակ օրենքով նախատեսվում է, որ եթե ընկերությունը որևէ այլ գործունեություն է իրականացնում, ապա դրա հաշվառումը պետք է վարի իր լիցենզավորված գործունեությամբ հաշվառումից զատ։ Մյուսը երկրորդ կետի հետ կապված այս Լենինգրադյան 21-13 շենքի հետ կապված գործընկերս նախորդի մանրամասն ներկայացրեց այդ ռելիեֆային պայմանների հետ հետադարձ մուրճի եւ հիդրավլիկ մուրճի հետ կապված աղբյուրությունները, որը կարող էր կիրառվել, որը չէր կարող կիրառվել, այսօր էլ ավելի մանրամասն կներկայացնի։ Մյուս կետը երրորդ կետը։ Այստեղ հետաքրքիր կարևոր նկատառում ունենք 6-րդ կետ, որի մեջ զետեղված են ևս 9 կետեր, այսինքն որը նախորդի նիստի ժամանակ ինչպես հստակ եթեցինք, եթե այս 6 կետում ներառված որևէ կետ ինքնին ինչ է ամուսանում լիցենզիան դատարեցնելու համար եւ սրանց միաժամանակյա առկայությունն է անհրաժեշտ, որպեսզի հանձնաժողովը կարողանա որոշում կայացնել լիցենզիան այդ 6-րդ կետով դատարեցնելու համար։ Այսինքն եթե սրանցից որևէ մեկի չի հիմնավորվում կամ արզում է, որ այդտեղ հեծի մեղավորությունը առկա չէ, 6-րդ կետի հիմքով լիցենզիայի դատարեցում չի կարող իրականացվել։ Նշված երրորդ կետի հետ կապված գնումների գործընթացի վերաբերյալ գնումների գործընթացը բնականաբար ինչպես նաև հանձնաժողովն արձանագրել իրականացվել է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով, ընկերությունը ձեռնարկել է առավելագույնը ավելի մասնակիցների լայն շրջանակ ապահովելու համար մասնակցության նշվել էր ընկերության անվանում, կոնեկտոր ընկերության ընկերության էր հողոմարվել, հստակ պետք է արձանագրել 2018-ից 23 թվականներին այդ ընկերությունը մասնակցել է բոլոր գնման գործընթացներին, ներկայացրել իր գնահառաչարկները, բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված գնահառաչարկները եղել են բարձր,
հաղթողը ճանաչվել ավելի ցածր գինի ներկայացված ընկերությունը եւ ընկերությունը ըստ էության չի մասնակցել միայն այդ մոնետային 24 թվականի դրումներին թե ինչի չի մասնակցել իրենց պետք է հարցնի այս փաստը որ 2017-ից 25 թվականին մենակ մի անդամ է եղել 24 թվականին որ չի մասնակցել այդ ընկերությունը ընդ որում ընկերության դրումների վերաբերյալ տեխնիկական աուդիտ իրականացնող վիդեո ընկերությունը եւ գրանտավոր ընկերությունները այդմ կոնեկտոր ընկերությանը հարցումներ են իրականացել գնահատականներ են բաժանել համեմատական վերլուծություն իրականացնելու համար 4-րդ կետի մասով 6-րդ կետի 4-րդ կետի մասով սա այստեղ խոսքը գնում էր ինչ-որ աշխատակիցների կողմից այլ վայրում աշխատանքը կատարելու հարցերի հետ կապված ընկերությունը քանի որ տեղեկատվության սահմանափակում ունի ընկերության տվյալների հետ կապված սրա մասով առանձնատուփ դիրքորոշում չեն կարող ներկայացնել ընդհանրապես բանը նյութեր մարկայի 5 անձանց զեկուցածներ որոնց իր արժանավորվածության հետ կապված որևէ դիրքորոշում չեն կարող հանձնել, որովհետև բնականաբար դրանք ևս իրականացվել են ընկերությունից ասեմ գաղտնի ընկերության չներգրավելով այդ պրոցեսներին եւ այո չեն բացառում որ կլինեն աշխատակիցներ, որոնք իրենց հիմնական աշխատանքից զատ ազատ ժամանակ իրականացրել են այլ աշխատանքներ կամ զբաղվածություններ են մատուցել այլ անձանց։ 5-րդ կետի հետ կապված դեբիտորական պարտքերը, որոշման նախագծում նշված դեբիտորական պարտքերը ներկայացվել են այնպես, որ ընկերությունը չի ձեռնարկել պատշաճ գործողություններ, դեբիտորական պարտքերի հավաքագրման ուղղված, սակայն ուսումնասիրելուց տեսնում ենք, որ այդ ընկերությունների համագործակցությունը դեռևս 2018 թվականից է գալիս եւ այդ դեբիտորական պարտքերը առաջացել են ընդամենը վերջին տարվա ընթացքում եւ ամբողջ ժամանակահատվածում այդ ընկերությունների հետ շրջանառություն պատշաճ կերպով իրականացվել եւ վերջիններից կողմից վճարումները միշտ պատշաճ ժամանակին իրականացվել են։ 6-րդ կետի մասով Կասկադ նյութեկ ընկերության կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ Կասկադ նյութեկ ընկերությանը ժամանակավոր կառավարչի նշանակությունից ի վեր վերջինս արգելափակել է տարբեր ընկերությունների գործընկերների կապալառումների վճարումների իրականացումը եւ դրա արդյունքում Կասկադ նյութեկ ընկերության կողմից մանրամասն ներկայացված է թղթային տարբերակի մեջ կամ էլեկտրոնային տարբերակի մեջ թե որ ամսաթվին է վճարում կատարվել, որից հետո ծառայությունները շարունակում են պետականոն ռեժիմով իրականացվել, ես համատեքստում նաև ցանկանում ևս մեկ արձանագրում անել, որ օրինակ նույն հաջորդությամբ կառավարչի կողմից նաև չեն իրականացվել շինթույլտությունների համար վճարումները, դրանք ևս արգելափակվել են, արդյունքում այդ նոր միացումների գործընթացները այդ չվճարումների իրականացնելու արդյունքում շինթույլտություններ չեն ստացվել եւ կանգ են առել։ Հաջորդը այս ամեն ինչի համար մեղադրել էցին, որ ժամանակավոր կառավարիչը կապալառու ընկերություններին վճարում չի իրականացրել, դրա համար իրանք աշխատանքը կանգնացրել են, դրա ինքնով լիցենզիան դադարեցնել ուղղակի աբսուրդ է։ Էցի 7-րդ կետի մասով հատուկ հաշվի համարի կետն է, այստեղ հստակ ներկայացել են տվյալներ, թե 2016 թվականից հետո բանկային հաշիվը հանձնաժողովի համաձայնությամբ նշված պայմանագրերի ուսումնասիրությունից հետո տրված համաձայնությամբ տեղափոխելու արդյունքում ընկերությունը ինչ օգուտ է կրել։ Մասնավորապես ենթադրյալ օգուտը, որը կարող է ունենալ հատուկ հաշիվը ՎՏԲ բանկում պահպանելու արդյունքում տարեկան 150 միլիոն դրամի չափով էր։ Իսկ ստացած այն օգուտը, որը առաջացել է արդեն Արժին բանկում տեղափոխելու արդյունքում կազմել է 1 միլիարդ 72 միլիոն, այսինքն շուրջ 882 միլիոնով տարեկան օգուտը ավելի մեծ է եղել, քան եթե կլներ ՎՏԲ բանկում մնալու արդյունքում ու անհասկանալի թե հանձնաժողովը ինչ է սկսել առհասարակ ներառել, որ կարելի է առնվազն ուսումնասիրություն իրականացնել էլեկտրոնային ֆայլինգից ներկայացվել է Տիկնշանյան անցածական նշում եք ներկայացվել Արժին բանկի հետ կնքված այդ պայմանագիրը, որտեղ ես նախորդ անգամ սխալ էի նշել 5.5%-ի նշել 4.5% անգամ ավելի քիչ է նախատեսված վարկի համար տոկոսը։ Մյուսը
8-րդ կետերի մասով այնտեղ ինչ-որ կետ կար թրեյդերի պահանջով ինչ-որ մեկի անջատումը ժամանակին չի իրականացվել, անկեղծ մենք սրա վերաբերյալ տեղեկություն այս պահին չունենք, նորից գալով ժամանակավոր կառույց նշանակելու արդյունքային տվյալների հասանելիության պատճառով, ինչ-որ մեկի ցանցից անջատելումը ժամանակին իրականացնելու համար առավել ևս մեր համար ոչ պարզ պայմաններում ուղղակի հեծի լիցենզիա դատարեցնելու ընդհանրապես կապ չունի։ Կարող է ինչ-որ մի հատ աշխատողի պատասխանատվության ենթարկելու հարց լինի, կարող է տուգանքի հարց լինի, բայց բնականաբար ոչ լիցենզիայի դատարեցման հանգեցնելու։ Եվ 9-րդ կետը, վերջի կետի մասով, ներկայացների կետներ, այստեղ նախորդ անգամ են քննարկել Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ընկերության աշխատակիցներից Դավիթ Գրիգորյանին հանձնարարել է ներկայացնել 26 վատ ինչ-որ դեպքից հետո ներկայացել էր պահանջել է ներկայացնել վատ վիճակում գտնվող ենթականներ, ներկայացել են այդ 26 ենթականներ, որոնք հստակ ուզում եմ նշել, հեծ ունի 10,000-ից ավել ենթականներ, ներկայացվել են 26 ենթականներ, որոնք գտնվում են վատ վիճակում, որոնք ներառված չեն եղել ընկերության ներդրումային ծրագրում եւ ինչ է իրականացել ժամանակավոր կառավարիչը այդ խնդիրները լուծելու փոխարեն ենթադրյալ դասող խախտումներ հայտնաբերելու փոխարեն դիմել է քաղաքաշինության տեղական անվտանգության հրաժարային անվտանգության տեսչական մարմնին, խնդրել է իրականացնել ստուգում եւ պատասխանատվության ենթարկել ընկերությանը, այսինքն ոչ թե խնդիրը լուծման են գնացել, այլ խնդրի բարձրաձայնման ուղղությամբ են գնացել, այսինքն նպատակը ակնհայտ է, որ ոչ թե խնդիրները լուծել, այլ խնդիրները բարձրաձայնել եւ հանրահավաքի հերթական որևէ ենթադրյալ խախտումը ներկայացնել պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Վերաբերյալ թիվ 5 կետերի եւ 6-րդ կետում նշված 9 երիտակետերի մասով ակնհայտ է, որ արկա չէ որևէ ռեալ լուրջ ծանրակշիռ հիմք հեծի լիցենզիա դատարեցնելու համար։ Եթե հանձնաժողովը կգտնի, որ արկային այնպիսի կետեր, որոնք այո խախտում կա եւ խախտում կար հանձնաժողովի հեծի կողմից, կարող է նաեւ կիրառել տուգանքի մասով պատժի միջոց, սակայն բնականաբար ոչ լիցենզիայի դատարեցում։ Եվ կրկին անգամ պնդում ենք, որ սույն վավիթը, սույն որոշման նախագիծը, որը այժմ քննվում այդ նոր իհայտ եկած 6 կետերով, որևէ կապ չունի հանրահավաքի նախագահի կողմից 1A որոշմամբ հարուցված վարչական վարմունքի հետ։ Շնորհակալ եմ։ Առաջարկում եմ, բայց ինչքան է խոսելու, քանի դու։ Ամրապես մեկ երեկո միասին